Բարի օր սիրելի հետևորդներ, այսօր իմ կանաչ դրախտը հաղորդաշարի հերթական հաղորդումն է, որի ընթացքում կանդրադառնամ ձեր հարցերին։ Եվ այսպես անդրադառնանք առաջին հարցին, ինչպես պայքարել մրջյունների դեմ։ Իմիջիայլոց այս հարցով դիմել են բազմաթիվ հետևորդներ։ Ես գիտեմ, որ այս շրջանում բավականին նրանք վնաս կարող են հասցնել բույսերին և մի քիչ ավելի ուշ կարող են նույնիսկ ներթափանցել մինչև ձեր բնակարաններ։ Տեսեք, մրջյունները հիմնականում գրեթե բոլոր այգիներում կան և մրջյունների դեմ հիմնական պայքարը դա քացախաթթվով պայքարն է, սովորական քացախով, տնային քացախով կամ բորաթթվով, այսինքն լցնում եք սրսկման ապարատի մեջ կամ ուղղակի այն փոքր, գիտեք, ապակի լվանալու այն դատարկ տարանների մեջ լցնում եք քացախը առանց որևէ փոփոխության, հենց քացախը և սրսկում եք մրջնաբների մոտ։ Հետագայում քաղցր պտուղների շրջանում նրանք գրեթե չեն ներխուժում բնակարաններ, քանի որ նրանք ունեն բավականաչափ կեր, այնպես որ այդպես կարող եք պայքարել մրջյունների դեմ։ Հաջորդ հարցը, ուրեմն Քրիստինե Մկրտչյանը և Հասմիկն են դիմել, բույսի ծաղիկները բացվում և թափվում են, ինչպես կանխել։ Նախ եկեք ասենք, որ ինչի պատճառով են ծաղիկները թափվում կամ նույնիսկ ծաղիկները թափվելուց հետո փոքր պտուղներն էլ հնարավոր է թափվեն, այսինքն տեղ ունենա պտղաթափ, հիմնականում նրանք, երբ որ գարնանը, դուք գիտեք, երբեմն գարունը ուշանում է և սկսում են ծառերը ծաղկել, պտղակալել և անմիջապես սկսվում են ցրտերը։ Օրինակ այս տարի եղանակը նպաստավոր էր հենց այդ և ծաղկաթափի և պտղաթափի համար։ Եվ իհարկե բացի ջերմաշճանի տատանումները, նաև անձրևներից, հաճախակի տեղացող անձրևներից։ Սակայն մեծ մասի մոտ կարող է լինել նաև միկրոէլեմենտների խնդիր, այսինքն երբ որ մենք չունենք բավականաչափ սննդատարեր, որպեսզի կարողանանք պայքարել այդ երևույթի դեմ։ Ինչ ենք անում այդ դեպքում։ Ես բազմիցս խոսել եմ գոմաղբահեղուկի մասին։ Տեսեք, երբ որ մենք ընդամենը մոտ 1 կիլոգրամ թարմ գոմաղբը խառնենք 1 դույլ ջրի մեջ և ինքը սկսի խմորման պրոցեսը, այնուհետև ինքը հանգստանա, ինչպես գինու դեպքում է, մենք կարող ենք սրսկել ծառերին։ Գիտեք, որ գոմաղբը բացի մակրոէլեմենտները, ազոտ, ֆոսֆոր, կալիում, պարունակում է նաև 40 միկրոէլեմենտներ։ Ես ասեմ, որ եթե չունեք դուք նման հնարավորություն, պարզապես գնում եք գյուղատնտեսական խանութներ և ձեռք եք բերում միկրոէլեմենտներ։ Հաջորդը Նինա Սողոմոնյան և Արմեն, ինչպես էտել կեռասենին։ Նշեմ, որ ես բազմաթիվ անգամ անդրադարձել եմ ծառերի էտին։ Կեռասենին բացառություն չէ։ Ուղղակի կեռասենին, ինչպես արդեն նշեցի, բոլոր ծառերը գրեթե, քանի որ մեր բոլոր մարզերում առկա է քամի, և դուք գիտեք, քամու էրոզիան բավականին մեծ չափերի է հասնում, հետևաբար մենք հարկերով էտը կամ ուղեկցողով էտը չենք կարող անել միայն այն դեպքում, եթե մենք ունենք շվալերային համակարգ։ Այս դեպքում նույնպես խորհուրդ է տրվում բաժակաձև էտը և բացի բաժակաձև էտը ես հիշեցնեմ, որ եթե ձեր ծառերը բավականին մեծ են արդեն և դուք ժամանակին չեք էտել և ցանկանում եք կեռասենին էտել և միանգամից բազմաթիվ ճյուղեր հեռացնել, դուք իմացեք, որ աստիճանաբար պետք է անցնեք այդ քայլին։ Եթե օրինակ դուք ճյուղերի 1/3-ը հեռացնեք, կարող են կեռասենու և ընդհանրապես կոյիսավորների մոտ նույնիսկ ծառերի չորացման պատճառ դառնան։ Այնպես որ էտը նույնն է, ինչ որ մնացած պտղատու ծառերը։ Գեղամ Մելքոնյանը և նաև այս հարցը ազգանունները շատ են, եկեք չանդրադառնամ, երբ ցանել ծնեբեկը։ Ճիշտ ասած, մենք նախապատրաստում ենք նաև մի հաղորդում ծնեբեկի վերաբերյալ և խնդրում եմ բաց չթողեք այդ հաղորդումը, բայց այնուամենայնիվ պատասխանեմ այդ հարցին։ Ծնեբեկի սերմը ցանում են կամ վաղ գարնանը կամ աշնանը, ուշ աշնանը։
Երկու դեպքում էլ ցանում են մինչև 1-1.5, նույնիսկ երբեմն 2 սանտիմետր խորությամբ, այսինքն կախված ծնեբեկի սերմի չափսից, եթե խոշոր մեծ սերմեր են, ապա 2 սանտիմետր մինչև կարող եք, եթե փոքր են, մի քիչ փոքր են, դե գիտեք, սերմի չափը կախված է բնակլիմայական պայմաններից, հողի որակից, օրինակ մեր կենտրոնում հողերը խիստ կավային են եւ երևի ծնեբեկի սերմերը բավականին գրեթե 2 անգամ փոքր են։ Ինչ եմ ուզում ասել, դրանից դուք մի խուսափեք եւ վաղ գարնանը կամ աշնանը միայն հիշեք, միշտ պետք է խոնավ լինի եւ շատ լավ կլինի, որ երբ որ փոքր ակոս անում եք, տեսեք, սովորական ակոս ենք քաշում եւ սերմերը դնում ենք ծնեբեկի այդտեղ։ Երբ որ հողը լցնում եք վրան, աշխատեք շատ քիչ կեսահմուս եւս լցնել վրան, որպեսզի սերմերը տաքանան եւ մի քիչ ավազ։ Քանի որ ծնեբեկի սերմերը շատ կոշտ են եւ եթե սովորական փափուկ հողում լինի, կեղևը դժվար կվնասվի եւ ծլարձակումը մի փոքր ուշ կարող է լինել։ Ես նշեմ, որ ծնեբեկը ամենաուշ ծլարձակող սերմերից է եւ 21 օր եւ ավել, երբեմն ավել տևում են ծնեբեկի սերմերի ծիլերը։ Հաջորդը Արմինե Ղազարյանը, արդյոք պետք է էտել պնդուկի եւ ընկույզի ծառերը։ Իհարկե, Արմինե, բոլոր ծառերը պարտադիր պետք է էտել, նույնը ընկույզի եւ պնդուկի ծառերը։ Երբեմն երբ որ դուք դիտեք հեռուստահաղորդումներ կամ ընդհանրապես այլ երկրների հետ կապված ինչ որ տեսահոլովակներ, դուք կնկատեք, որ ծառերը իհարկե էտում են, այսինքն ընկուզենին նույնիսկ մեքենայացված, այսինքն մեքենան գալիս է, արանքներից նոսրացնում է ճյուղերը եւ անմիջապես նաեւ վերևից է կտրում։ Ինչքան դուք կտրեք, օդափոխությունը ավելորդ ճյուղերը հեռացնեք, ուղղահայաց ճյուղերը հեռացնեք, ուղղաձիգ ճյուղերը հեռացնեք, այսինքն թողեք բաժակացեք 45 աշճանի տակ ճյուղերը եւ քամին ավելի հանգիստ խաղա, հետեւաբար դուք կարող եք ավելի շատ եւ ավելի որակյալ բերք ստանալ։ Ռուզաննա Գևորգյանը հարցնում է. արդյոք ծաղկած ծառերը կարելի է էտել։ Իհարկե նախընտրելի չէ, սակայն եթե դուք ինչ պատճառով չեք հասցրել ծառերը էտել, դուք զգուշությամբ կարող եք հեռացնել խանգարող ճյուղերը, հատկապես այն եղանակներին, որ եղանակը արևային է, չոր է, այսինքն խոնավության բարձր տոկոս չկա, դուք կարող եք զգուշությամբ էտել ծառերը եւ նաեւ այդ կտրած տեղերին քսել այգեգործական յուղ, մոխիր եւ այլն, բայց ոչ մեծ քանակի, այսինքն կոնկրետ չորացած, վնասված, թույլ ճյուղերը, որոնք շատ հաստ չեն եւ ծառը ստրեսի չի կարող ենթարկել։ Սաթեն Բաղդասարյանը հարցնում է. արդյոք Հայաստանում մանգո աճում է, թե ոչ։ Ես ինչու եմ անդրադառնում այս հարցին, բազմաթիվ են հարցերը, որոնք ուղղված են եւ հարցնում են միշտ, այսինքն ավոկադո աճում է, թե չէ, մանգո աճում է, թե չէ, պարզ է, բանան աճում է, թե ոչ։ Իհարկե, բոլորս սիրում ենք այդ պտուղները կամ հատապտուղները եւ ցանկանում ենք, որ ունենանք նաեւ մեր հողամասում։ Ասեմ, որ ոչ։ Եթե խոսքը գնում է բաց դաշտի մասին, այսինքն բաց տարածքում, ապա շատ դժվար է աճեցնել, դրա համար բավականին մեծ ռեսուրսներ են պետք, այսինքն դուք պետք է պահպանեք, պետք է ծածկեք, համապատասխան ջերմաստիճան կամ ջերմոցում տեղափոխեք ջերմոց եւ այլ, բավականին ծախսատար են։ Իրենց աճելավայրերում, օրինակ, մանգոն հասնում է մինչև 20-25 մետր բարձրության, սակայն այստեղ հնարավոր է եւ կան տեսակներ, որոնք կարող եք ծաղկամանի մեջ աճեցնել։ Տեսեք, նույնիսկ իմ հետևորդները նկարներ են ուղարկում եւ ասում, տեսեք, մանգոյի ծառը, ավոկադոյի ծառը։ Ես նշեմ, որ դուք երբեք պտուղ չեք ստանա կամ կստանաք 7-8 տարում ոչ նորմալ պտուղներ, դառնահամ, եթե դուք չպատվաստեք։ Ամեն դեպքում, եթե դուք կոյզից աճեցնում եք, աշխատեք, որ գոնե 1-2 տարի հետո պատվաստեք, այսինքն եթե գիտեք մարդ, ինչ որ մեկը, ով որ ավոկադոյի աճեցնում, կարող եք նրանից գնել կամ կտրոններ, կամ պատվաստականներ եւ պատվաստեք։ Այդ դեպքում ծաղկամաններով տնային մշակության դեպքում նրանց բարձրությունը կարող է հասնել 2-2.5, ավոկադոն մինչև ասենք 1-1.5 մետր բարձրության եւ պտուղ տալ։
վայրի մոշի դեմ պայքարն են ցանկանում իմանալ։ Դուք գիտեք, որ մոշը հիմնականում արդեն վայրի վիճակում երբեք չեն բերում եւ տնամերձում մշակում, դրանք ինվազիվ տեսակներ են, այսինքն ինչ է նշանակում, ահավոր տարածվող եւ նույնիսկ նրանք վտանգավոր են մեր կենսաբազմազանության համար։ Մենք գիտեք, հիմնականում վաճառքի նպատակով աճեցնում ենք անփուշ մոշի տարբեր տեսակներ, որոնք ունեն բարձր եկամտաբերություն եւ մեծ պահանջարկ շուկայում։ Մի քիչ դժվար է անփուշ մոշի հետ սովորական վայրի մոշի դեմ պայքարը, քանի որ նախ պետք է ամբողջությամբ հանենք արմատները, այնուհետև տարբեր մոլախոտասպան եւ քիմիական պատրաստուկներով պայքարեք, որովհետեւ եթե դուք փորձեք օրգանական, պարզապես անընդհատ պիտի ուշադիր լինեք եւ հենց հողից դուրս է գալիս արմատները հեռացնելուց հետո կողքի ընձյուղներից կամ արմատի հատվածներից դուրս են գալիս նոր բույսեր, այնքան հեռացնեք, մինչև իրենք չորանան։ Իհարկե որոշ մարդիկ դիմում են նաև այրելուն, բայց ասեմ, որ այրումը դա ընդհանրապես վտանգ է, այսինքն այդ ծուխը բավականին վտանգավոր է մարդկանց համար, բայց միևնույն է, նրանք բազմանում են նաև արմատային մացառներով եւ այրելը այդքան էլ օգուտ չի տա։ Կարող եք օգտագործել ասենք գլիֆոսատ, օրինակ քիմիական ռաունդապ եւ այլը։ Այստեղ մի այլ հարց կա, ինչպես պայքարել սիզախոտի դեմ։ Սիզախոտը գիտեք ամենատարածված մոլախոտերից է, դա նույնպես պետք է եւ կատարել աշնանվար, աշնանվարը գիտեք ինչի համար է, երբ որ աշնանվարում ենք, մոլախոտերը ցրտահարվում են ձմռանը եւ մենք ունենում ենք հաջորդ տարի ավելի քիչ մոլախոտ։ Եվ եթե գարնանը մենք ընդհանրապես մի փոքր չիզելում ենք կամ ընդհանրապես չենք էլ փորում, այնուամենայնիվ հողը փափուկ է եւ կարող ենք արմատներով հանել։ Հաջորդ տարբերակը նորից եմ ասում, դա քիմիական եղանակն է, բայց աշխատեք, եթե նույնիսկ օգտագործում եք քիմիական եղանակ, ապա 10-15 օր հետո միայն դուք կարող եք որևէ բույս տնկել այդտեղ։ Սիզախոտի հետ կապված մի այլ հետաքրքիր բան կասեմ, օրինակ Գերմանիայում սիզախոտի արմատներից պատրաստում են գարեջուր, որը ամենաթանկարժեքներից մեկն է Գերմանիայում։ Ինչպես պայքարել ծառերի մամռակալման դեմ։ Այս երևույթը հատկապես տարածված է Տավուշի մարզում եւ այս հարցը հենց Տավուշի մարզի Հովգյուղից Իրինա Իշխանյանն է տվել։ Ես ասեմ, որ այդ շրջանում, այդ տարածքում գրեթե բոլոր ծառերը մամռակալած են եւ հատկապես զգայուն են կորիզավորները, օրինակ հատկապես սալորները այնտեղ շատ են տարածված, այսօր այդ մամուռները արդեն թեքվել են նույնիսկ տանձենու, խնձորենու ծառերի վրա։ Ինչ ենք անում, եթե մեզ ունենք այդ վտանգը, անպայման պետք է բոլորը ձեռք բերենք խոզանակ, բայց մետաղյա խոզանակ, այսինքն խոզանակով վաղ գարնանը մաքրում եք այդ բոլոր մամուռները, ինքը շատ հեշտ է, եթե մանավանդ եղանակը արևային է, իրենք շատ հեշտ փշրվում եւ թափվում են։ Խոզանակից հետո անպայման սրսկում եք պղինձ պարունակող որևէ պրեպարատ, ասենք պղնձի սուլֆատ 2-3%-անոց, կամ կարող եք գնալ թունարնյութերի խանութ եւ ասել սնկային հիվանդությունների դեմ, որովհետեւ երբ որ մենք մաքրում ենք, կեղևի վրա վերքեր են առաջացնում եւ քանի որ տարածքը խոնավ է, անմիջապես վարակվում են սնկային հիվանդություններով։ Մեկ այլ օրգանական եղանակ, այսինքն ավելի անվտանգ եղանակ, որը կարող եմ առաջարկել, վերցնում եք սոդան 5%-անոց, այսինքն 1 լիտրին 50 գրամ, խառնում եք 1.5 լիտր ջուր եւ հեղուկ օճառ, խառնում եք եւ դրանով սրսկում։ Դա եւս բավականին օգնում է։ Կաթիչ ցիճուկը նույնպես կարող է օգնել այդ հիվանդությունների դեմ։ Նելին Արմավիրի մարզից գրում է. Ինչ անել, երբ լոբու տերևների վրա կետեր են հայտնվում։ Ես ասեմ, որ այդ կետերը, այդ գորշավուն կետերը, դրանք ասկոխրիտոզն են, սնկային հիվանդություններ են, որը յուրահատուկ է բակլազգիներին։ Ես նշեմ, որ ընդհանրապես մի քանի օրում դուք կարող եք կորցնել բերքը, եթե չհետևեք։ Ինչ է, ժողովրդի լեզվով ասած շախկայեն ասում, այսինքն երբ որ անձրևներից հետո 1-2 անգամ արև է լինում եւ ամբողջությամբ տերևները սևանում եւ թափվում են։ Դա դարչնագույն բծեր են եւ դուք հենց մի փոքր կետ եք նկատում,
բաց շագանակագույն տերևների վրա անմիջապես պայքարում եք սնկային որևէ պրեպարատով։ Ես ասել չեմ ուզում այդքան թունանյութերի անվանումները տամ, թեկուզ ինձ համար դժվար չէ, քանի որ կարող է այդ թունանյութերի անունները փոխվել, բայց ձեզ համար կարևոր է ազդող ուժը։ Օրինակ, չէ, ինչպես ասում եմ, ծծում պարունակող պրեպարատները, բղից պարունակող պրեպարատները, դրանք շատ օգտակար են սնկային հիվանդությունների դեմ եւ անվտանգ են։ Դրա համար դուք հարցրեք այդ թունանյութերի խանութներից։ Երբ ցանել սերմերը ջերմոցում, ես ասեմ, սերմերը ջերմոցում ցանում ենք, երբ որ գիշերվա ցերեկվա ջերմաշճանների գումարը միջին արդեն հասնում է 16-ի։ Պատկերացրիք, դա մեր մոտ համընկնում է օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին։ Այսինքն, երբ որ գիշերը բավականին ցրտոտ է լինում, իջնում է մինչև 10-12 եւ այլ, դուք կարող եք արդեն ջերմատանը կամ կատարել սացիլում կամ ցանքերը։ Ես քանի որ հատուկ հաղորդում այդ շրջանում կունենամ նաև ջերմոցների հետ կապված, ես խնդրում եմ, քանի որ այս շրջանում դուք այնքան էլ ջերմոցներով չեք զբաղվելու, աշխատեք, որ օգոստոսից արդեն հետևեք մեր ջերմատան վերաբերող հաղորդումներին։ Այս պահին ինչ է, եթե արդեն դուք ունեք ցանքեր կամ տնկումներ ջերմոցում, բնականաբար հուլիսին դուք արդեն պետք է հավաքեք վերջին, ասենք հուլիսի վերջին օգոստոսի սկզբին բերքը եւ նաեւ փռերը, այսինքն գյուղատնտեսական թափոնները հանեք ջերմոցից։ Այդ ժամանակ դուք աշխատեք անպայման ախտահանել ամռանը, ջերմոցի հողը եւ հետագայում հիվանդություններից, վնասատումներից խուսափելու համար։ Ինչ անել պտղակերի դեմ։ Շատ լավ հարց եւ շատ ցավալի, դուք գիտեք, որ պտղակերը, արևելյան պտղակերը, հատկապես պտղակեր ունեն գրեթե բոլոր պտղատու բույսերը, նույնիսկ ազնվամուրին, այսինքն ազնվամուրու պտղակեր, որոնք պարզապես ձվադրում են պտղի վրա, այնուհետև ներսում թրթուրները ուտելով ներսի պտուղը, այնուհետև թիթեռները, գիտեք, պտղակերը, որոնք թռչում են։ Շատ կարևոր է, որ իմանալ, երբ եւ որ շրջանում պետք է սրսկել, այսինքն, երբ որ նրանց արդեն մասսայական թռիչքի ժամանակն է, պետք է սրսկել Արարատյան հարթավայրում, ընդհանրապես նախալեռնային գոտիներում, ինչու են սրսկումները ավելի շատ, որովհետև օրինակ Արարատյան հարթավայրում տաք է եւ արևելյան պտղակերը 5-6 մինչև սերունդ հնարավոր է տալ, 5-ը որ հաստատ։ Իսկ որքան բարձրանում է, ասենք, ծովի մակարդակից բարձր է տվյալ տարածքը լեռնային եւ ավելի բարձր տարածքներում, այնտեղ կարող է լինեն վայրեր, որ ընդհանրապես ունենան 2-3 թռիչք կամ ընդհանրապես 2։ Ինչ եք անում, ամեն դեպքում որոշելով թռիչքը, դուք կարող եք օգտագործել պարզ թակարդներ, որոնք վաճառում են, ասեն վրանները շախմատածել, երբ որ դուք նկատում եք, որ արդեն շատ մեծ արագությամբ աճում են այդ թիթեռների քանակը, ուրեմն արդեն սրսկման ժամանակն է, ուշադրություն դարձրեք նաև նրան, չնայած վարպետ շատ հմուտ այգեգործները արդեն գիտեն, երբ որ սկսում են արդեն առաջին սերունդը, այսինքն թիթեռները սկսում են երևալ, դուք զգում եք նույնիսկ վաղ գարնանը, երբ դուրս եք գալիս, ամբողջ ծառերի արանքը, վաղ գարնանը չէ, ներողություն, վաղ առավոտյան, ամբողջ կարծես մառախուղ լինի, այդ շրջանում սրսկեք, թե չէ 1-2 վնասատու տեսնել ու սրսկել, դա անիմաստ է, միևնույն է, նրանք դեռ նոր են դուրս գալու թրթուրներից եւ դուք բավականին եւ նյութի ծախս կունենաք եւ նաեւ 1-2 ավելորդ սրսկումը կազմի ձեր պտղի որակի վրա։ Աշոտ Հարությունյան, երբ պետք է ցանել կանաչիները։ Ես նշեմ, որ կանաչիները կախված ինչպիսի կանաչիներ են։ Կանաչիները դուք կարող եք ամբողջ վեգետացիայի ընթացքում ցանել։ Օրինակ, համեմը ինչ է կատարվում սովորաբար։ Գարնանը մարդիկ սկսում են կանաչեղեն հիմնականում ցանքը կատարել եւ սպասում են, երբ որ գալիս է, ինչքան օգտագործում են, ինչքան չէ մնում են սերմի եւ այդպես օգոստոս ամսին գրեթե բոլորի հողամասերը դատարկ է եւ չկա արդեն կանաչիներ։ Ես խորհուրդ կտամ կանաչիները սովորաբար ես բացատրել եմ նաև իմ տեսահոլովակների մեջ, որ փոքր մարգերով, այսինքն փոքր ակոսներ անել, սերմերը ցանել, երբ որ զգում եք կանաչին արդեն վերջանում է, այդ 2 մարգերի արանքում եւս 1
փոքրիկ ակոս անել եւ այդպես ռոտացիոն ձևով ամբողջ տարին դուք կունենաք թարմ կանաչի։ Ձեզ պետք չի միանգամից 5-10 քառակուսի մետր տան օգտագործման համար կանաչի մշակել։ Ձեզ պետք է նույնիսկ 1 քառակուսի մետր տարածք եւ պարբերաբար, այսինքն 20 օրը 1 25 օրը 1 դուք ցանկ կատարեք մեծ տեղերում, երբ որ զգում եք առաջին շարքերը նոսրանում են։ Բնականաբար ջերմասերները վաղ գարնանն են ցանում, միջին ջերմասերները արդեն այ հիմա այս անձրևներից հետո լավ ցանքի շրջանն է եւ բոլոր կանաչիները գրեթե արդեն իրար հետևից կարող եք ցանել։ Իսկ մաղադանոսը, համեմը, ասենք տարբեր տերևաբանջարներ դուք կարող եք նույնիսկ աշնանը ցանել, որպեսզի այ հենց հիմա դուք արդեն վերք ունենաք։ Տաթևիկ Բագոյան, կասեք յասամանի էդման մանրամասները։ Իհարկե տաթևիկ ընդհանրապես յասամանի եւ ընդհանրապես բռնչին, դուք գիտեք այն մենք ասում ենք ձնագնդիկներ, այն սպիտակ գեղեցիկ յասամանի նման ծաղիկները եւ ընդհանրապես թփային ծաղիկները, որոնք աճում են թփով, իհարկե դուք պետք է հիմնականում ամեն տարի էտեք, ոնց որ բոլոր ծառերը, ինչ եք անում, հիմնականում թողում եք խոշոր ճյուղերը եւ մնացած մանր ճյուղերը հեռացնում եք, կարող եք չկտրել, նույնիսկ այդ կողքից եկած ճյուղերը դուք կարող եք հանել, դնել ծաղկամանների մեջ, ինչու՞ չէ 1-2 տարի հետո նույնիսկ վաճառել, այսինքն մեկ յասամանից դուք բավականին նոր տնկիներ կունենաք եւ ինքը նաեւ կարող է ձեզ համար եկամտի աղբյուր դառնալ։ Եթե դուք հետագայում որոշել եք զբաղվել նաեւ բիզնեսով, ապա խորհուրդ կտամ յասամանի, դուք գիտեք, բազմաթիվ երանգներ ունենք՝ մուգ մանուշակագույն, միջին մանուշակագույն, բաց մանուշակագույն, սպիտակ, նույնիսկ դեղին, մարդիկ կան, որ արդեն դրսից բերել են, ունեն դեղին յասամաններ, կարող եք ուղղակի սկսել նման բիզնես եւ դուք Հայաստանում կլինեք առաջինը։ Մենք ձեր գնորդներից մեկն ենք, իմիջայլոց ասեմ, հաջորդը Ազատուհի Թորոսյանը եւ Տաթևիկը սխտորուկի եւ սխտորի մասին հարցեր են հղել, արդյոք սխտորուկի փոխարեն կարող ենք սխտոր տնկել, ոչ, դրանք տարբեր բույսեր են, իսկ սխտորուկը դա չայսն է։ Ես ասեմ, որ չայսը սխտորուկի երկու տեսակ կա եւ ինչն է հետաքրքիր, երկուսն էլ սխտորուկ են կոչվում, վայրի վիճակում Հայաստանում մենք երկուսն էլ ունենք, մեկը տերևները նման են սխտորին, իսկ մի ուրիշը սոխին։ Ահա, այստեղ Սոֆիկ Կիրակոսյանը մի շատ հետաքրքիր հարց է ուղղել, ինչպես մշակել թարխունը։ Ես իմիջայլոց ասեմ, որ այս հարցը բազմաթիվ անգամ են հնչեցրել, ուղղակի ես ժամանակին չեմ հասցրել հանել եւ գրառումներ կատարել, նույնիսկ զանգով են հարցրել։ Տեսեք, թարխունը նույնիսկ խանութներում վաճառում են սերմերով։ Դուք կարող եք գնալ ցանկացած գյուղատնտեսական խանութ եւ տեսնել թարխունի սերմերով վաճառքը։ Ես ընդհանրապես մի հարց եմ ցանկանում ուղղել լսարանին։ Արդյոք կա մարդ, որը թարխունի սերմերով թարխուն է աճեցրել։ Իհարկե ոչ, չկան։ Դրանք շատ հազվադեպ լաբորատոր պայմաններում կարող եք։ Հիմնականում այդ թարխունը սերմերով բազմացումը, եկեք այսպես ասենք, կարող է ընդհանրապես 100-ից 1-ը ծնել։ Նախ նրանց սերմերը շատ շուտ են ծնունակությունից ընկնում, ինչպես նարդոսը, ինչպես ռոսմարինը, որովհետև հոտավետ բույսերի սերմերը մի շուտ են ծնունակությունից ընկնում։ Եվ երկրորդը շատ անարդյունավետ է։ Այսինքն ձեզ համար շատ կարևոր է թարխունը ինքը բազմանում է արմատային մացառներով։ Եթե դուք ընդհանրապես մի արմատի սացիլ գնեք, դուք հաջորդ տարի կարող եք ունենալ մինչև 20, 30, 40 նոր թարխունի բույսեր։ Իհարկե, դուք բազմացնում եք արմատային մացառներով։ Միշտ հիշեք, երբ որ արդեն թարխունը բարձրանում է, երբեք մի թողեք սերմի։ Դուք կտրեք, օգտագործեք տանը, որպեսզի ինքը արմատային համակարգը լավ զարգանա եւ դուք ունենաք բավականին առողջ բույսեր։ Եվ Անուշ Աբրահամյանն էլ հարցնում է, երբ ցանել ռեհանն ու բազիլիկը, ես ասեմ, ռեհանն ու բազիլիկը դրանք նույն բույսերն են։ Դուք երևի նկատի ունեք ռեհանը, մեր մանուշակագույն ռեհանը հայկական, իսկ բազիլիկը կանաչ քաղցր ռեհանը, որովհետև կա կանաչ, որը քաղցր չէ։ Երևի դուք ունեք իտալական ռեհանի մասին է խոսքը կամ sweet basil, ինչպես ընդունված է ասել։ Այ հենց հիմա այդ ռեհանի
ցանքի ժամանակներն է։ Դուք կարող եք հենց առաջիկա շաբաթ-կիրակի սկսել ցանքը, քանի որքան գիտեմ, մի շաբաթից արդեն ջերմաստիճանը բարձրանում է եւ գիշերվա ցերեկվա ջերմաստիճանները ավելի են մոտենում։ Ինքը ամենաջերմասեր կանաչեղենն է, կանաչեղեններից է, այնպես որ դուք աշխատեք մշակել եւ իմիջիայլոց իմացեք ռեհանների մասին, ռեհանի տարբեր տեսակները կա, ռեհան լիմոնային, ռեհան մանուշակագույն, ռեհան կանաչ, ռեհան քաղցր, ռեհան պղպեղային, շատ տեսակներ կան, դուք միշտ իմացեք, ոչ մի կանաչի չեք թողում, որ ծաղկի, միշտ աճման կոները կտրում եք, այդ դեպքում ինքը ավելի է փարթամանում, ավելի է մեծանում, երբ որ դուք որևէ ռեհանի բույս թողեցիք, որ սկսի սերմ առաջանալ, դուք իմացեք, որ դա արդեն չորանալու է, այսինքն ամբողջ էներգիան ուղղելու է սերմի վրա եւ դուք արդեն չեք ունենա կանաչ զանգված, որպեսզի օգտագործեք։ Եթե ուզում եք սերմ վերցնել, ձեզ համար թողեք 1-2 առանձին բույսեր, բայց մնացածի բոլոր աճման կոլները կտրեք, եթե նույնիսկ ձեր տանը այդքան չեք ուտելու, կչորացնեք, կպահպանեք եւ ձմռանը կօգտագործեք։ Դուք գիտեք, որ ռեհանը օրինակ շատ հաճելի համեմունք է, հայերի համար սիրված, բայց երբեմն ճաշերի մեջ, ասենք օրինակ թար ռեհանը խորհուրդ չի տրվում այդքան էլ շատ օգտագործել, երբ որ չորացնում են, դրանք ավելի շատ հաճելի են որպես համեմունք։ Երևի թե այսքանը, սիրելի հետևորդներ, հաջորդ ամիս կրկին կհավաքագրենք ձեր հարցերը եւ ուղիղ եթերով կպատասխանենք։ Շնորհակալ եմ, չմոռանաք հավանել իմ YouTube-յան ալիքը, տարածել, տեղեկացնել ձեր ընկերներին եւ ձեր շնորհիվ մենք այսօր ունենք մոտ 38,000 հետևորդ։ Շնորհակալ եմ։